փոքր երկիր ենք բարդ տարածաշրջանում եւ պետք է հասկանանք, թե ինչ առավելություններ մենք ունենք եւ ինչն է մեզ տարբերում մեր հարևաններից կամ այլ երկրներից։ Եվ հասկանալի է, որ մեզ էապես տարբերում է մյուսներից սփյուռքի առկայությունը, որ Հայաստանից դուրս ապրում են կրկնակի ավելի հայեր, քան Հայաստանի ներսում։ Հիմա սա առավելություն է, թե հակառակը, իհարկե առավելություն է։ Ուրեմն այդ առավելությունը Հայաստանի օգտին եւ հայ ժողովրդի օգտին կիրառելու համար պետք է մշակել քաղաքականություն, թե ինչ անել, որ այդ սփյուռքի առկայությունը աշխատի մեր ընդհանուր հզորության համար։ Իսկ դու այնքան պարզ տրամաբանություն է, որ ուղղակի այստեղ ուրիշ բան փնտրել պետք չի։ Ժառանգել է բավական տխուր իրավիճակ, երբ կար կոնֆլիկտ, հատկապես դաշնակցության հետ, դաշնակցություն, իշխանություն եւ սփյուռքի հետ հարաբերությունները ինչ որ չափով թունավորված էին։ Պետք էր այդ ամենը շտկել, որոշումը շատ պրագմատիկ էր։ Ուղղակի մշակել քաղաքականություն, որը հասկանալի կլինի եւ Հայաստանի ներսում եւ Սփյուռքում, եւ հաջողվեց։ Անունը դրել ենք համահայկական նախաձեռնություններ, ես ուղղակի հիշեցնեմ, հարաբերությունները ճշտելու առաջի քայլը եղավ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը։ Որոշել էինք անպայման հրավիրել բոլոր կազմակերպությունները հայկական, ընդհանրապես կազմակերպված Սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին ներգրավել եւ մի կարևոր հանգամանք չփորձել ղեկավարել Սփյուռքը, այլ փորձել Սփյուռքի հետ գտնել ընդհանուր հետաքրքրություն հանդիսացող կետեր եւ այդ կետերի շուրջ գալ պայմանավորության եւ միասնական առաջ արժել։ Ես համոզված եմ եղել, որ Սփյուռքը հենց բազմազան է, տարբեր երկրների ազդեցությունը կա նաև այդ Սփյուռքի վրա, եւ երբ փորձեինք ստեղծել մի կառույց, որը այսպես ասենք կսկսեր կառավարել կամ փորձեր կառավարել Սփյուռքը, մենք այնպայման լարվածություն կստեղծեինք։ Իսկ ընդհանուր շահերը ինչի մեջ էր, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որը հետաքրքիր լինի Սփյուռքի համար, որը հպարտության առարկա լինի Սփյուռքի համար։ Հայաստանի հետաքրքրությունը նայել Սփյուռքի տնտեսական ներուժը, Սփյուռքի փորձը, Սփյուռքի կապերը աշխատեն Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու համար։ Եվ սա այնքան ակնհայտ է, որ ես մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչու այս պոտենցիալը չէր օգտագործվում մինչ այդ։ Հետո սկսեցին այլ նախաձեռնություններ, դա համահայկական խաղերն է, մեկ ազգ, մեկ մշակույթ փառատոնն է, ու այսպես շարունակ։ Բայց, ասենց ասեմ, մի քիչ միգուցե չբարդացնելով թեման, նպատակը փող շահավետ համագործակցություններ Սփյուռքի հետ։ Փող շահավետ։ Եվ Սփյուռքը անմիջապես ընկալեց եւ ներգրավվեց։ Եվ շնորհակալ եմ ես Սփյուռքին դրա համար։ Հայաստանի նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի տարածքի վրա եւ քաղաքացիների վրա։ Բայց պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության նախագահի ամբողջ հայության առջև է։ Այս է եղել բանաձևը եւ այս բանաձևով ենք շարժվել։ Տարբերությունը, կարծում եմ, հսկայական է եւ արդյունքն է նկատելի։ Մենք իսկապես անցյալում իրականացրել ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եւ վերանորոգումը, որտեղ վատ կետից ենք սկսել, բայց նաև շիշտակի զարգացրել ենք այդ հարաբերությունները եւ կարծում եմ այստեղ փոխադարձ շահավետությունը ուղղակի ակնհայտ էր։ Բայց պետք է մենք դիտենք հետեւյալը. Սփյուռքը հզոր ուժ է, բայց նաև Սփյուռքը պատրաստ ենթակառուցվածքներ է Հայաստանից արտագաղթելու համար։ Որտեղ բոլորը ունեն բարեկամներ եւ եթե Հայաստանում անվտանգությունը ապահովված չի, եթե Հայաստանում մարդիկ վատ են ապրում, եթե մթնոլորտը զզվելի է, ապա ոչ թե պետք է սկսում ենք խոսալ հայրենադարձության մասին, այլ հայրենափախուստ, չգիտեմ նույնիսկ ոնց ձևակերպել, հայրենիքից դուրս գնալու մասին։ Եվ
կարծում եմ բոլորի մտքում միայն մեկ բան է՝ դեպի Հայաստան։ Բայց սխալ քաղաքականություն վարելու դեպքում կրկնում եմ, այդ հանգամանքը եւս կարող է աշխատել։ Եթե մենք ուզում ենք, որ լինի հայրենադարձություն, մենք պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորենք, որ Հայաստան գալը, մնալը, այստեղ ապրելը լինի հաճելի, հասկանալի, որ մարդիկ ձգտեն գալ այստեղ, վատ մթնոլորտ լինի այստեղ։ Հակառակը Հայաստանից արտագաղթը դեպի այլ երկրներ ակտիվանալու է։ Եվ եթե Հայաստանի ղեկավարությունը այդքանը չի հասկանում, ուրեմն իր տեղը չի, կամ հայկական ղեկավարություն չի, կամ ես չգիտեմ ինչ շահերով է առաջնորդվում, այնքան պարզ է այս ամենը։ Հիմա մենք ինչ էինք արել, հարաբերությունները վերանորոգել ենք, զարգացրել ենք, բայց այնուամենայնիվ ես չեմ կարող ասել, որ դա պետական sense աջակցության ծրագրեր էր, դա ավելի շատ մթնոլորտ ստեղծել, որով մեր հայրենակիցները ձգտում ունենան գալ Հայաստան։ Օրինակ ես հայտարարում եմ, երբ շինարարություն ենք այստեղ զարգացնում, որ ամեն մի սփյուռքահայ պետք է բնակարան կամ տուն ունենա Հայաստանում։ Եվ շատ մարդիկ արձագանքեցին դրան։ Ամեն մի սփյուռքահայ ինչ որ մի բիզնեսի բան պետք է ունենա Հայաստանում։ Այն ժամանակ ես հիշում եմ տարբեր տեղերից մարդիկ ստեղ ռեստորաններ էին բացում։ Ես անձամբ հենց որ լսում եմ մի սփյուռքահայ ռեստորաններ բացում, անպայման հաճախում եմ այդ ռեստորանը։ Անպայման ցույց տալու համար, որ մենք գիտենք եւ ուրախ ենք եւ ողջունում ենք այս ամենը։ Հիմա process-ը սա է։ Բայց կարծում եմ մենք մտնում ենք մի փուլի մեջ, երբ կարելի է այդ քաղաքականությունը բարենպաստ պայմաններ ստեղծելը, լավ միջավայր ստեղծելը ամրապնդել արդեն հստակ քաղաքականությամբ, պետական մասնակցությամբ հայրենադարձության խրախուսումը, պետության մասնակցում։ Մենք մասնակցում ենք, բայց ավելի շատ բարոյական դաշտում, քարոզչական հարաբերություններ, ասենց կարգավորելու ազնական հողի վրա եւ այլն։ Այդ տեսանկյունից իհարկե աշխարհում այդպիսի փորձերը շատ չեն, որովհետեւ շատ չեն ժողովուրդները, որ նման կարգի սփյուռք ունեն։ Ամենից հետաքրքիր փորձը իհարկե Իսրայելի փորձն է։ Ամենից հետաքրքիր փորձը ընդ ուղղակի կա հայրենադարձության մասին օրենք եւ հստակ ծրագիր, թե ինչ են անում, ոնց են աջակցում բնակարանային եւ այլ։ Այդ ամբողջ process-ը պետությունը սարքել է իր քաղաքականության մաս, կարևոր մաս եւ այդ քաղաքականության կարևոր մասը քայլ առ քայլ իրագործում է միջև քաղաքացու դրսից գալ երկիր եւ երկրում այդ ադապտացիա ամբողջ շրջանը հաջողությամբ հասնել։ Երևի ժամանակն է անցնել նման կարգի քաղաքական մոտեցումների։ Չեմ կարող ասել, որ հիմա դա ամբողջությամբ մշակված է, բայց այդ միտքը ունեմ եւ կարծում եմ, որ մենք կարող ենք հենց այս ճանապարհով պետք է փորձենք առաջ շարժվել։ Նման որոշակի մոտեցում ունեցել է Գերմանիան, գերմանացիների այդ սովետական միությունը ես փլզվեց, գերմանացիների այդ տարածքում ապրողների վերադարձը ապահովելու համար Գերմանիա կազմակերպված պետական հովանավորության ներքո եւ բավական հաջողված ծրագիր էր։ Մենք այդ մակարդակի չէինք հասել ժամանակին։ Շատ բան ենք արել, բայց կրկնեմ, պետական քաղաքականություն սարքելը, մշակված քաղաքականություն երևի հաջորդ քայլն է, որը պետք է անենք։ Եվս հետաքրքիր հանգամանք։ Ոչ միայն արաբական երկրներից էին այստեղ եկել։ Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Փարիզից եւ Մարսելից մի քանի հազար մարդ տեղափոխվել են եւ բնակվել են Հայաստանում այդ տարիներին։ Եվ մոտ այդ 100,000-ից, քանի որ սովետական միությունն էլ փակ էր, ազատություններ չկային, մոտ 10-15,000, 15-20 տարվա ընթացքում հետ են գնացել, բայց 80-85,000 մարդ մնացել են Հայաստանում եւ մինչեւ այսօր իրենց սերունդները ստեղ են։ Ուրեմն ուղղակի պետք է նաեւ բացի այլ երկրների փորձը պետք է նաեւ հասկանալ, որ մենք նաեւ ունենք այսպիսի փորձ Հայաստանի Հանրապետությունում։ Շատերը մոռացել են, չէ՞ դրա մասին։
ես ուսանող ժամանակ այստեղ դեռ այն ժամանակ էլ մի բառ էին օգտագործում, սփյուռքայերը ավոր չէին սիրում, բայց աղբար էին ասում, չէ՞ դա։ Աղբերը, հա, աղբար։ Այն ժամանակ մարդիկ հիշում էին, մարդիկ ասում էին, մենք ստեղից ենք, եւ Երևանում մեծ մասը բնակվեց, թաղամասեր կային ուղղակի սփյուռքայերից բաղկացած։ Զեյթուն համայնքում, Արաբկիր համայնքում, Կենտրոն համայնքում մեծ մասը այստեղ էին, մի փոքր մաս Գյումրի գնացին։ Ուրեմն կա այդ փորձը։ Եվ պետությունը այո, ստեղ ասելիք եւ անելիք ունի։